ոչ միայն իմանալ մշակույթի մեր ժառանգությունը որտեղից է գալիս, այլ կարողանալ դա փոխանցել։ Շուրջ 10 տարվա հետազոտական ու գիտական աշխատանք է տարել հուշարձանագետ Դավիթ Մելիք-Սարգսյանը Շիրակի պատմամշակութային հուշարձանները գրքի ստեղծման համար։ Այս ոլորտի բացառիկ ներկայացուցիչներից է վերջինս ով ակնհայտորեն իր համբերատարությունն ու սերն է նվիրել Շիրակը որպես մշակութային օրան հանրաճանաչ դարձնելու հարցում։ Անի, ինչպես ասեցի, Հորոմոս, Փագարան, Փագնար, Թեզոր, մշակութային բարձր արժեք ունեցող հուշարձանների ամբողջ նկարագրություն կա, ինչերոց ասենք 500 էջից ավելի ուրեմն նյութ է եւ 1200 լուսանկարներ եւ հին եւ նոր արված, ինչպես որ ես եմ կարողացել մի քանի անգամ գնալ Արևմտյան Հայաստան։ Մեր բնակավայրերի հուշարձանները թե իրենց հայտնիությամբ, թե ոչ այնքան հայտնի լինելով մնում են որպես բացառիկ արժեք։ Գրքում բացահայտումների շարքում Ամասիայի Բանդիվան բնակավայրի մեր թվարկությունից առաջ 2-ից 3-րդ հազարամյակների այս քարե կոթողն է, որը ինչպես հայտնի է դարձել, հեռահաղորդակցման միջոց է եղել։ Այն Մելիք Սարգսյանն անվանել է քարֆոն։ Երբ որ քարենց դիմացից այս անցքի մոտեցա եւ բերանով շուտերով, այսպես ասած, քթով հենց ոնց որ հագագազը մի անգամից այսպես նստեց իմ շուրտերին, տնջին, ես պարզապես այդ պահին բնական է մի ձայն հանեցի։ Հեյ, պատկերացնում եք, այդ իմ արդահայտած ձայնը ես արդեն ագաջով լսի։ Մի 3-4 կիլոմետր զորով գնաց ես իմ չգիտեմ ուր եւ արձագանքելով հետ եմ։ Այսինքն քարի մշակումով մարդիկ 2-3 հազար տարի կամ ավելի առաջ մտածել են իրար հետ կապվելու, հաղորդակցվելու միջոց։ Քարքարոտ Հայաստանի այս նմուշը բախտի բերմամբ է պահպանվել, քանի որ անվտանգության պահպանման տեսանկյունից այժմ նման քարերը հեռացվում են, երբեմն չգիտակցելով, գուցե դրանք պատմական են իրենց բնույթով։ Ժայռերի մեջ բնակավայրի վրա այսպես մեծ քարեր չեն թողնում։ Միշտ հրում գցում են, որպես հետագայում անձրևից բանից հանգարց ինքը չկլորվի կամ վնասվի։ Եվ այդ պահը ինձ հետաքրքրել է, թե ժայռի բերանին այս մեծ քարը ինչու են թողել։ Դրա համար ասենք թե շատ մարդիկ որոշել էին ուշադրություն չդարձնել, ես որոշեցի ուշադրություն դարձնել Փարքասը։ Մելիք Սարգսյանի ուշադրության կենտրոնում է եղել մարզն ամբողջովին, Աշոտկից մինչև Անիի տարածաշրջան կամ Ամասիայից մինչև Արթիկ։ Սրանով հուշարձանագետը մեծ գրականություն է տվել մշակութաբաններին, հուշարձանագետներին, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։ Պատկերացրեք, տուրիստը Եվրոպայից եկել է եւ հանգարց իրան ներկայացում է Հռոմի 4000 տարվա պատմություն ունեցող քաղաքը։ Իր փողոցներով ասեցի հետաքրքիր զոհասեղանով պատկերացրեք։ Մարդիկ թե հետանոցության ժամանակաշրջանում մեծ քարե տեփանական կարելի երևակայել ինչի համար են կիրառություն ստացել եւ այդպես շարունակ։ Քիչ առաջ ասեցի շատ մի հետաքրքիր, եթե հիշում եք, հուշարձանի համար որ անհրաժեշտ է նաեւ այցելություն կազմակերպել Սառնախբյուր գյուղը։ Ես ճիշտ ասած բոլոր գյուղերը հարգում եմ, հանգարց այսպես ասած չստացվի, թե Մելիք Սարգսյանը մեր գյուղի մասին չասեց, մյուսին ես բոլորը այցելել եմ գիտեմ, բայց Սառնախբյուրում հետաքրքիր ասեցի բազմաշել 100-ից ավելի հուշարձան կա։ Երկրորդ հազարամյակի բնակավայրերից սկսած հանագիտական շերտերից ինձ համար ամենաօրիգինալը ուրեմն Գրիգոր Լուսավորչի քարանձավն է, այսպես կոչված Զաղանը։ Դա եւ ավանդույթ է եւ ուրեմն հավատի հզորության ջրի սրբագործության բուժման մեր լավագույն սրբավայրերից մեկն է։ Գիրքը ձեռքը վերցնող ընթերցողի ուշադրությունը գրավում է միանգամից շապիկը, որը հուշում է առանցքում, ինչպես հեղինակն է նշում, առանձնահատուկ տեղ ունի Անի մայրաքաղաքին նվիրված 3 խոշոր հոդված։ Դրանք ներկայացնում են ոչ միայն քաղաքի պատմական ու ճարտարապետական զարգացումը, այլև նոր բացահայտումներ ներառյալ այն լեգենդի իրական աղբյուրը, որով Անին կոչվում է 1001 եկեղեցիների քաղաք։ 1001 եկեղեցիների մասին այդ լեգենդը, որ գրքի մեջ կա, ներկայացել է Անիի ճարտարապետական ժառանգության հզորության մասին ես կարդացել եմ եւ գտել եմ եւ ներկայացել եմ գրքում մեր համակարգացի մեծ փիլիսոփա, միստիկ փիլիսոփա Գյորգի Գյուրջևի գրքում։
հանդիպումներ ականավոր մարդկանց հետ։ Երբեմնի պարիսպներով ու բերդերով պատմական մայրաքաղաքում եկեղեցիներ շատ են եղել։ Արևմտյան Հայաստանի ոգեղենությունը ներկայիս հայ ու միջազգային ճարտարապետության հիմքում է, մասնավորապես Սրդաճ ճարտարապետի ստեղծած Անիի մայր կառուցատարերի շնորհիվ։ Ագուկները այդտեղից են գալիս, եթե միայն մի հատվածի վրա անդրադառնանք, որ Սրդաճ ճարտարապետը Անիի մայր որնամյութերի կառուցատարերը կերդելիս երևի ինքն չգիտեր կամ գիտեր, որ այն պետք է հետագայում դառնար եվրոպական գոթական ռոմանական ճարտարապետության հիմքը վերցված։ Սա Ստրիժիկովսկու խոսքերն են, Նիկոլայոս Մարի խոսքերն են, Թորոս Թորմայնյանի խոսքերն են, այսինքն մեր հզոր ճարտարապետական ժառանգության։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, Շիրակ աշխարհի հայկական 3 ճարտարապետական դպրոցների գոյություն ունեցող Շիրակի, Սյունիքի, Վանաձորի շրջակայքի հուշարձանային ճարտարապետական դպրոցներից ամենաբարձրագույնն է։ Այսինքն պետք էր որ մեր ընթերցողը աշխարհը գիտենա, որ Շիրակի ճարտարապետական ժառանգությունը ինչի վրա է հիմնված։ Պարոն Մելիք Սարգսյանի խոսքով Գյումրին էլ պատահականորեն չի դարձել արհեստների ու արվեստների քաղաք։ Նրա մշակութային գենը եւս սնվում է դարերի խորքից։ Եթե մտել են 7 վերքի գեղեցի, այնտեղ երկու հրաշագործություն կա ուշադրություն դարձնել։ Զանգագատան առաստաղի կերտվածքը եւ հենց 7 վերք խորանի վերևի ճարտարապետական գլուխգործոցը։ Մեկ ռեպորտաժում անխոս մշակութային գանձարանի մասին ամբողջովին խոսելն էլ անհնար է, բայց որպիսի մարզի բնակիչներն ու հյուրերը պարզապես մակերեսային պատկերացում չկազմեն ոլորտի վերաբերյալ, այս աշխատությունը կարող է դառնալ Հայաստանի մշակութային քարտեզի կարևոր ուղեցույց գիտնականների, ճանապարհորդների եւ պատմական Հայաստանի ժառանգությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։